Գավառի երիտասարդական տուն, բացի երիտասարդական կենտրոնում ամփոփում են 2024-ին կատարած աշխատանքները։ Այս կենտրոնի գործարկմամբ համայնքի երիտասարդները ստացան աջակցություն, ռեսուրսներ եւ գործիքներ մասնակցելու համայնքային կյանքին, դրսևորելու քաղաքացիական ակտիվություն, խնդիրներ բարձրաձայնողից նրանք դարձան լուծումներ առաջարկողներ։ Երբ որ կենտրոնը մոտ 2 տարի առաջ բացվեց, հիմնականում քննարկվում էր հաշվի առնելով նաև համայնքի առանձնահատկությունները եւ նաև սեռատարիքային տվյալները։ Կենտրոնը ծառայություններ մատուցելու շուրջ 250-ից 300 պատանու տարեկան եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես 680 շահառու տարեկան 2024 թվականից երկու անգամ գերազանցել է թվերը եւ սա խոսում է նրա մասին, որ Գավառը երիտասարդական ակտիվ կյանք արդեն սկսել է ունենալ։ Իհարկե խոսվեց, որ երիտասարդների տունը մեծ դերակատարություն է ունեցել որպես երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու, Գավառում երիտասարդական կյանք աշխուժացնելու, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում առաջին Գյումրու երիտասարդների նախաձեռնությունների կենտրոնին։ Երիտասարդները նաև ակտիվ ներգրավվածություն են ունեցել մասնակցային բյուջետավորման գործընթացում։ Նախորդ տարի, եթե Գավառ համայնքը կամավոր էր միացել եւ մենք 10 միլիոն դրամ ենք հատկացրել, այս տարի պետությունը որպես կամավոր ներգրաված համայնք արդեն իր մասնաբաժնով մոտ 54 միլիոն դրամ է հատկացրել եւ երիտասարդական բազմաթիվ նախաձեռնություններ եւ երիտասարդների ներգրավվածությամբ իրականացվեն ինչպես Գավառ քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Երիտասարդները ներգրավված են կրթական, ժամանցային եւ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերում։ 2024-ին իրենց կարողությունները դրսևորելու մեծ հնարավորություն ունեցան պայմանավորված Գավառի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքով։ Նրանք իրականացրին ոչ միայն կենտրոնի աշխատանքային տարեկան պլանով նախատեսված գործողություններ, այլև կյանքի կոչեցին սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները։ Մեծապես դա համայնքը պահպանելու, համայնքի շրջակա միջավայրը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելուն է ուղղված եղել եւ նաեւ մեծ հետաքրքրություն կա երիտասարդների կողմից Գավառը զբոսաշրջիկների համար հետաքրքիր եւ տեսանելի դարձնելուն եւ դա մեծապես իրենց նախաձեռնություններն է եղել կազմակերպելով նաեւ քայլարշավներ, հեծանվային երթեր եւ սա մեծ հետաքրքրություն է առաջացել Գյումրիից, Սպիտակից, Արթիկից, Արմավիրից, Էջմիածնից, Երևանից ժամանում են այստեղ ընդամենը մասնակցելու մեր սաների կողմից կազմակերպված նախաձեռնություններին։ Երիտասարդական տան շահառուների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ իրականացված համայնքային միջոցառումները գրավել են նաեւ տարբեր երկրներից Հայաստան եկած կամավորների ուշադրությունը։ Համատեղ նախաձեռնել են բակային եւ միջազգային ճամբարներ, շեշտադրելով հասակակիցների առաջնորդական հմտությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվության բարձրացումը։ 2025-ը շարունակելու են նույն սկզբունքով, երիտասարդներին հնարավորություն տալով իրենց համայնքը ներկայացնելու նաև միջազգային ծրագրերում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։